Բարի լույս ձեզ։ Սոր ինչ ամիտ ենք գնա եկեղեցի։ Տեր հայրը չի գալիս, չէ։ Լավ չի էլի։ Հա, միշտ հենց է, մեր մոտ ուշ ա գալի։ Եթե անձրև չլի, գնանք Անյուտիկ։ Հա, գլխավոր եկեղեցում անում։ Ամեն դեպքում մենք կգնանք լույսը կբերենք, էլի։ Նախիլո կաշում։ Ինչ ազիս։ Հա, մենք կգնանք, ես էլ եմ հմի գործի։ Երկրորդ հերթս գնամ գամ, կպայմանավորվենք։ Եղավ, Անյուտիկ ջան։ Պատուհանը փակեմ և գամ հիմա էլ ձեզ ողջունեմ։ Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել, մի քիչ այլ ուշ եմ եկել, անձրև, անդադար անձրև։ Հենց հիմա էլ գալիս է, բարակակալի, բայց առավոտը շատ ավելի վարար էր։ Աշխատավայրում մի քիչ սպասել եմ, երկար եմ մնացել իմ ժամից, որ դադարի ճիշտ զոնտիկ էի վերցրել, բայց երբ որ ուժեղ ա գալի, միևնույնն է, մենք կողքերից թրջվում ենք, ամեն դեպքում ես եկա տուն, քանի որ հավերս էլ էին կերակրելու, կենդանիներս կերակրելու էին մի խոսքով, արդեն հագուստս փոխել եմ, թրջված շորերը հանել եմ, կենդանիներիս ապահովել եմ, եկա որ միանամ ձեզ, ձեր հետ զրուցեմ, հետո վարակույրն էի հետ քաշում իմ սովորության համաձայն, տեսա հարևաններս անցնում են, տիկին Անահիտն ու տիկին Սուսաննան, մյուս հարևանուհիս, որի հետ նույնպես շատ շփվում եմ։ Ինչևէ, մեր զրույցը լսեցիք, չէ, թե ինչ խոսեցինք, մի քիչ նեղված, մի քիչ ցենց բողոքական, որ Տեր հայրը չի գալիս մեր Սուրբ Սարգիս եկեղեցին պատարագ մատուցելու, բայց եկեք չտխրենք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս ամենի զրույցը թողնում եմ և ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ Սուրբ Սատիկը, ուրախ Սատիկ եմ մաղթում բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, ուրախ դիմավորենք Սուրբ Սատիկը հարության տոնը, քանի որ Հիսուս Քրիստոսը իր արյունը թափել է մեր փրկության համար և բոլորս այսօրը պարտավոր ենք գնալ եկեղեցի, իսկ եթե գյուղերում Տեր հայրը չի գալի և պատարագ չի մատուցվում, բնականաբար բոլորս էլ նեղվում ենք, տխրում ենք, քանի որ ուզում ենք մասնակից դառնալ այդ սուրբ արարողությանը։ Արարողությունը տեղի ունենում գլխավոր եկեղեցում Աղթալայում, մեծ եկեղեցական համալիր է, դարեր առաջ է կառուցվել և չէր գործում։ Վերջին տասնամյակում սկսել է գործել, դրա հետ մեկտեղ զուգահեռ նաև մեր գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին է գործում, որը տնօրինում է նույն Տեր հայրը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, եթե ձեր գյուղերում էլ, ձեր մոտ էլ ովքեր ապրում են գյուղերում և նման վիճակն է, ապա եկեք չտխրենք, ընդհակառակ ոգևորվենք և գնանք եկեղեցի։ Եկեղեցին Աստծո տունն է և դռները բաց են միշտ մեր առջև։ Անկախ նրանից, թե ինչ վիճակ է, պետք է անպայման այցելել արևելի կիզիչ, թե անձրև լինի, պետք է շտապենք եկեղեցի, մեր հոգուպարտքը, մեր ուրախությունը, մեր աղոթքները ասելու, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա մի փոքր խոսեմ այդ մասին, կենդանիներիս ապահովել եմ, հանգիստ եմ, մի հատ էլ եկեք կոֆե տնենք, որ ես չուշանամ իմ երկրորդ հերթից, պետք է երկրորդ հերթել աշխատանքի գնամ։ Մյուս հարևանուհիս նույնպես աշխատանքի է, ես գնալու եմ տիկին Անահիտի հետ։ Չգիտեմ, եթե անձրև չլինի, երեխաներն էլ կգան, կոֆես է վերջանում, հիշեմ, որ երկրորդ հերթից երբ որ գա, նաև կոֆե բերեմ։ Բացից շուտ է վերջանում։ Առավոտն էլ եմ խմել, բայց հիմա էլ եմ ուզում, այստեղ մեկ գդալ է մնացել։ Մինչև կոֆեն կեփվի, ես իմ սիրուն բաժակն եմ մոտեցրել, մեջը ծաղիկ, գարնանը համահունչ։ Դուք էլ ձեր սիրելի բաժակները վերցրեք, կոֆե եփեք, միացեք ինձ
Հիմա այն օրն է, սիրելի հետևորդներ ջան, որ պետք է ոչ մի բան չեփենք, չպատրաստենք, թեկուզ նախապես, իհարկե, եթե մեծ հյուրեր չունեք, շատ հյուրեր չեք ունենալու եւ մտածում եք, որ չեք հասցնի, որոշ ուտեստներ կարող եք պատրաստել, բայց հիմնականում խորհուրդը այն է, որ այսօր ժամերգությունից, պատարագից հետո պատրաստել ամեն մի ուտելիքը, որը խորհրդով Սուրբ Զատկին է պատկանում, ձուն ներկել, կաթնահունց անել, ուզում եմ ես էլ խորհրդին հետևել եւ ճիշտ վարվել։ Ամեն մի քրիստոնյա մարդ պարտավոր է անգիր իմանալ եկեղեցական արարողությունների հերթականությունը։ Ես իմ կողմեն լցնեմ, դուք էլ ձերը լցրեք, միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, ցույց տվեք իմ ալիքը ձեր լավ ընկերներին եւ խորհուրդ տվեք բաժանորդագրվեն, որ մեր ընտանիքը էլ ավելի մեծանա եւ մենք հաճելի պահեր ունենանք, հաճելի զրույցներ ունենանք, միանանք մեր լավ ու վատ օրերով, մեր լավ գործերով եւ սուրբ օրերով, որը հիմա է։ Սիրելի հետևորդներ ջան, իսկ երեք լռության օրներ, բոլորը պիտի որ իմանաք այդ մանրամասնությունները։ Երեք, երբ որ ես աշխատանքից եկա եւ իմ վլոգը տեղադրեցի, դրանից հետո շատ ժամանակ կար, եղանակը լավն էր, արևային էր։ Ես շատ լիքը գործեր եմ արել իմ բաղոբաղջում, բայց լռության մեջ եմ արել, հարգելով լռության օրը, որը նույնպես շատ կարևոր է, որ մենք հոգեպես այդ ամենը ընդունենք, սիրելի հետևորդներ ջան, լուր, իմ մտքում խորհելով, իմ մտքում Աստծո հետ զրուցելով, ես իմ գործերը արել եմ առանց ձեզ միանալու։ Եվ չեք պատկերացնի, թե այդ պահին ինչպիսի զգացողություններ ենք ունենում, երբ որ մեր մտքում զրուցում ենք Աստծո հետ, որը անչափ կարևոր է, երբ որ մենք մեր մտքում զրուցում ենք Աստծո հետ, մի տեսակ հարց ու պատասխանի մեջ ենք մտնում, եւ այո, պատասխանի, որովհետեւ երբ որ լուր զրուցում ենք մեր մտքում, Աստված մեր ձայնը լսում է այդ պահին եւ մեր մտքին իր պատասխանները տալիս է ու մեր հոգին թեթևանում է։ Ես այդ զգացողությունները երեք ապրել եմ, սիրելի հետևորդներ ջան։ Հիսուս Քրիստոսը, որ իր արյունը թափել է մեր բոլորի փրկության համար, մենք պարտավոր ենք անպայման հաճախել եկեղեցի եւ պահպանել, փոխանցել մեր սերունդներին այդ սրբությունները։ Հիմա ուզում եմ խոսել ձուն ներկելուց, սիրելի հետևորդներ ջան։ Շատ ցանկալի է, որ ձուն զատկական ներկեն կարմիր գույն, քանի որ ձուն խորհրդանշում է մեր երկիր մոլորակը ամբողջապես տիեզերքով, կեղևը հանդիսանում է երկիր մոլորակի թաղանթը ամբողջապես, իր բարակ այն թաղանթը հանդիսանում է օդը, սպիտակուցը հանդիսանում է ջուրը, իսկ տեղնուց արդեն երկրագունդը, եւ մենք էլ երկրագնդի բնակիչները պարտավոր ենք իմանալ այդ խորհուրդները, սիրելի հետևորդներ ջան։ Նաեւ ուզում եմ ասել, որ ես ինքս շատ եմ սիրում, երբ որ զատկական ձուն ներկում են, նաշխազարդում են, տարբեր տեսակի գույներով են ներկում, փայլեր են հաղորդում, ծաղիկներ են նկարում եւ շատ լիքը այլ սիրուն բաներ են նկարում ձվի վրա, որը նույնպես շատ գովելի է։ Բայց խորհուրդը պահպանելու համար մենք պարտավոր ենք այդ ամենի կողքին գոնե կարմիր ձուն ունենանք ներկած, որպեսզի հարգենք Հիսուս Քրիստոսի թափած արյան համար, սիրելի հետևորդներ ջան։ Աստված սեր է եւ մենք, որ միշտ մեր տխրության պահին, մեր դժվար օրերի պահին միշտ դիմում ենք Աստծուն, մեր երեսը դեմ ենք հանում Աստծուն, ապա պիտի այս ամենը շատ լավ իմանանք, անգիր իմանանք, հարգենք այդ խորհուրդները, ճիշտ կատարենք եւ ոչ միայն տխուր պահերին հիշենք Աստծուն, այլ նաեւ ուրախ պահերին երես ունենանք հիշելու։ Շատ խորհուրդներ կա, սիրելի հետևորդներ ջան, եթե կարդաք Աստվածաշունչ, եթե տեղյակ լինեք այդ ամեն ինչին, շատ ավելի հեշտ կլինի մեր բոլորի կյանքը։
Ես ինքս, որ ասամ ամբողջապես 100%-ով ճանաչում եմ Աստծուն, սխալ կլինի, սուտ կխոսեմ, դեռ ոչ մեկ չի կարողացել Աստծուն ամբողջապես ճանաչել, դա փաստ է, սիրելի հետևորդներ ջան, մենք ամեն մեր ապրած կյանքի օրով ու ժամով, ամեն մի րոպեով մենք բացահայտում ենք Աստծուն, եթե իհարկե պահում ենք մեր սրտում։ Հիմա անցնեմ մեր գյուղի եկեղեցու արարողություններին, երբ որ արդեն սկսեց գործել վերջին տասնամյակում, արդեն իսկ որ գործում է սկզբի տարիներին, նույն օրով մեր Տեր Հայրը այցելում էր, իհարկե հովանավորների շնորհիվ, խաչքավորների շնորհիվ, այդպես է կարգը, այցելում էր և ժողովուրդը գոհանում էր դրանից, իսկ հիմա վերջին տարիներին երկրի դրությունից ելնելով ինչ-ինչ հանգամանքներով, եկեք այդ չքննարկենք, սիրելի հետևորդներ ջան, բայց որ լավ գիտենք մենք, ամեն բան չենք կարող բարձրաձայնել, բայց ցանկալի է, բոլորս էլ ուզում ենք, որ հենց նույն օրը պատարագ լսենք, հետո օրնած ճրագը բերենք մեր օջախները, բայց քանի որ Աստված սեր է և մեզ շատ լիքը խորհուրդներ է տալիս, մենք կարող ենք նաև այցելել առանց պատարագը լսելու, ճրագը, լույսը, մոմը վառել և բերել մեր օջախներ։ Աստվածաշնչում գրված է, որ մտիր քո սենյակ, դուռդ փակիր և աղոթք արա, դա համապատասխան է նման դեպքերին, եթե ասենք հանգամանքը այդպես է, եթե մենք հավատք ունենք, պետք է այցելենք եկեղեցի և մեր ուզածը, մեր աղոթքը ասենք, լույսն էլ բերենք մեր տուն։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեր Սուրբ Սարգիս եկեղեցին օծված է հատկապես, ավելի վստահորեն պետք է այցելենք և մենք ինքներս մոմը վառենք և այդ լույսը բերենք մեր օջախ, վստահորեն, հավատալով, հավատը շատ զորեղ է, սիրելի հետևորդներ ջան, Տեր Հայրը միջնորդ է հանդիսանում Աստծո և ժողովրդի միջև և եկեղեցին համարվում է Աստծո տուն, Աստծո տունը եկեղեցու դուռը ամեն օր բաց է ժողովրդի առաջ և եթե Տեր Հայրը չի կարողանում, ասենք, ժամանակին ներկայանալ բոլոր վայրերը, բոլոր գյուղերը, դրա համար եկեք չնեղվենք և մենք ինքներս հավատը մեր սրտերում ուրախ գնանք Աստծո տուն, եկեղեցի և մեր հավատով աղոթք անենք ու լույսը բերենք մեր օջախ, սիրելի հետևորդներ ջան։ Գալիս է մեկ շաբաթից, ինչպես որ իմ հարևանների զրույցից դուք լսեցիք հավանաբար, կարծում եմ ձայնը կլսվի, ստուգումներ չեմ կատարել, պետք է որ լսվի մեր զրույցը։ Ես կգնամ տիկին Անահիտի հետ, բայց չգիտեմ կարող եմ հասցնել այսօր ձեզ հասցնել իմ այս վլոգը, ամեն դեպքում մենք գնալու ենք, լույսը բերելու ենք, որից հետո անմիջապես ձուն կներկենք հարությունը ուրախ նշելու, քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն է արել մեռելներից, հաղթել է մահին և դրանով նաև մեզ է փրկել, սիրելի հետևորդներ ջան, մեզ բոլորիս, իր թափած արյունով, իր տանջանքներով և պարտավոր ենք մենք ներկայանալ եկեղեցի։ Իսկ եթե չեք կարողանում գնալ ինչ-ինչ պատճառներով, դա նույնպես Աստված սեր է և դա նույնպես Աստված մեզ հասկանում է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ձեր կոֆեն եփեք, վայելեք և պատրաստվեք գնալ եկեղեցի։ Ես արդեն կգնամ իմ աշխատանքին, չուշանամ, իմ երկրորդ հերթին։ Այդ արարողությունը եթե անգամ լիներ, ես այդ պահին աշխատանքի էի լինելու, այսօր շաբաթ է, շատերդ գիտեք, որ ես շաբաթ-կիրակի աշխատանքի եմ լինում, իսկ դուք, որ ազատ եք, կարող եք արդեն հենց սկզբից ներկա գտնվել եկեղեցում և վայելել ժամերգությունը և պատարագը։ Այստեղ զանգին են ինձ դիմավորում, սպասի, գալիս եմ, անցի հլա, դե գնացեք։ Ես աշխատանքից եկա տուն, սիրելի հետևորդներ ջան, անձրևը կտրվել է, բայց եղանակը անձրևային է,
Առավոտը որ գնում էի այդ անձրևին, սենց նայելով գնացի, ձեզ էլ ցույց տվի, լուռ անցա, հիմա քանի որ անձրևը կտրվել է, եկեք հիանանք մի պահ, սպիտակ նարցիսները նույնպես բացվել են ու շատ չքնաղ են, տեղցենին էլ ամբողջապես ծաղկել, սիրելի հետևորդներ ջան, հաջորդ օրերին էլի կմոտենամ ցույց կտամ, հիմա անցնեմ տուն։ Եկել եմ տուն, հետո գնացել անմիջապես իմ կենդանիներին կերակրել, ձուն եմ հավաքել, 4 հատ ձու են ածել այսօր, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ցեխոտ մեխոտա, այսօր իրանց դուրս չեմ հանել, հավերս սկսել են ածել, դե իրանց տեսնենք, ստեղ ձու էի հավաքել այս օրերին, 1-2 հատով, 1-1 էլ օգտագործել եմ, մի հատ հաշվենք տենակ, քանի ձու է հավաքվել, այստեղ 4, երևում ա որ նոր հավեր են սկսել, ձվի ձևը տարբեր է 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 հատ ձու, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ է ցեխոտ են, կլվամ անպայման, որ օգտագործեմ։ Ուրեմն կոֆեն եմ բերել, կոֆեն դատարկեմ, նաև կուլիչ եմ բերել, քանի որ ուժեղ քամի ա բարձրացել, մտածեցի հանկարծ լույսերը կտանեմ, գոնե կուլիչ ունենամ, կատնահունցել եմ անելու, բայց չգիտեմ, և ինչպես։ Նաև պիտի գնամ եկեղեցի, սիրելի հետևորդներ ջան, տիկին Անահիտի հետ եմ գնալու, հիմա կոֆե չեմ եփում, քանի որ շտապում եմ կոֆեն դատարկեմ, չեմ սիրում, որ տոկրակի մեջ մնում ա։ Այսպես, շներս մեզ լավ հաչում են, ներքևի ճամփին կովեր են տեղել ու հաչում են։ Իրանք հենց փոքր են, մի տարեկան չկան, բայց լավ իմաց են տալիս, անցկենով գնացողի վրա հաչում են, անասունների վրա ուրիշ ձևի են հաչում, ուրիշ ձայնով են հաչում, մարդկանց վրա ուրիշ ձայնով են հաչում, և ոսքով, փոհեմ իմ շներից։ Իմաց են տալիս, շուն կա, ուտում ա ու քնում ա, հետո չի հաչում։ Կոֆեն արդեն տեղը տեղին լավ ա, 1000 դրամի կոֆե, լցրեց այս ամանը համարյա, կուլիչը շատ սիրուն ա, սիրել է հետևորդներ ջան, կուլիչը ռուսական ավանդույթի մեջ համատնա, որն արդեն տարածում ա գտել նաև մեր հայերի մեջ, մերը կաթնահունցնա, կաթանա, մի խոսքով, ամեն դեպքում շատ սիրուն ա ու շատ լավն ա։ Կուլիչս էլ այստեղ դնեմ, հիրուցի այստեղ վերևում, և արդեն տիկին Անահիտին կզանգենք ու կգնանք եկեղեցի, մոմ կվառենք, մեր աղոտ կկանենք, լույսն էլ կբերենք մեր օջախները, այսպիսով ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, այսօր ապրիլի 4-ն է, ձեզ հասցնեմ իմ այս վլոգը, նորից շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը, մաղթում եմ ուրախ Զատիկ, Աստված պահապան բոլորիս, Հիսուս Քրիստոս պահապան բոլորիս, Սուրբ Հոգին թող թևածի բոլորիս օջախների վրա։ Առայժմ ինչ հաջորդ վլոգ։